Բարի առավոտ սիրելիներս, ինչպես եք, հուսով եմ լավ եք։ Այսօր մեզ մոտ առավոտ շուտ մառախուղ էր։ Ընդհանրապես այս սեզոնին ժամանակ չի լինում մառախուղ, դա լինում է հունվար, դեկտեմբեր-հունվար ամիսներին, բայց երևի խոնավությունը շատ էր, ոչ թե երևի այլ շատ էր խոնավությունը, քանի որ այս մեկ ամսից ավելան մեզ մոտ անձրև ու անձրև, հեղեղներ, կայծակ, ամպրոպ, չգիտեմ, երևի մենք սովոր չենք արդեն այս եղանակին, որովհետև 2 տարի էր մեզ մոտ երաշտներ, նույնիսկ այն վիճակներ, որ ուղղաթիռներով պտտվում էին, եթե լողավազանը նոր լցրած էր լինում, մեծ տուգանքներ էր հասնում նման մարդկանց, նույնիսկ խոսք կար, որ ջրերը պետք է ժամով լիներ, դա էլ հիմա այս անձրևը հա ճիշտ էր, պետք էր, բայց արդեն շատ է երկարում ու մի տեսակ հոգնել եմ, չենք բողոքում, լավ է, ոչինչ, բայց արդեն այս եղանակից հոգնել ենք, ուզում ենք արև պայծառ, որովհետև այստեղ այս եղանակը շատ քիչ է լինում, մի քանի օր անձրև գալիս է ու վերջ, ամբողջ տարին արև պայծառ եղանակը, սովորել ենք այդ լավ եղանակին։ Տեսեք, 10 րոպե առաջ մեզ մոտ ուժեղ անձրև եկավ ու ամպրոպ անգամ, հիմա եղանակը բացվել է, անգամ կապույտ, տեսեք, փոքր կապտել է երկինքը, արդեն գեղեցիկ երևում է երկնքի կապտությունը, սիրում եմ, երբ որ երկինքը լրիվ կապույտ է լինում, արևը պայծառ, չգիտեմ, ես այդպիսի եղանակ եմ սիրում, մարդկա սիրում է անձրև, մռայլ, բայց ես չեմ սիրում, ես սիրում եմ արև պայծառ եղանակ, բայց հիմա շատ լավ եղանակ է, մեղմ եղանակ է շատ, այսպես էլ մնա գոհ ենք, բայց ոնց որ անձրևները այս մի քանի օրն էլ շարունակվելու, հետո բացվելու է, դա կբացվի բնական է, տեսեք ծառը ոնց է ծաղկել, չնայած բոլոր համարյա ծառերը ծաղկել են, ինչքան սիրուն ծաղկել է, ու այնքան հետաքրքիր է, որ հիմնականում այդ վերևի մասն է ծաղկած, դրանից այն կողմում էլ կա, չգիտեմ լավ երևում է թե չէ, բայց նույն ծառից է ու սիրուն ծաղկել են։ Տաք է, ցուրտ չի, շատ լավ եղանակ է, մեղմ լավ եղանակ է, չեմ ասի շատ տաք է, չէ, բայց 16-17, 16 աստիճան է սպահին, ուղղակի արդեն անձրևներն է արդեն հոգնացրել։ Այսօր ամսի 22-ն է, երեկվանից այստեղ մեզ մոտ նոր գարուն է, այսինքն այսօր գարնա 2-րդ օրն է համարվում։ Ապա այս գեղեցկությանը նայեք սիրելիներս, այլ օրխիդեայի մեկ այլ տեսակ է, տեսեք ինչ գեղեցիկ ծաղկել է, շատ սիրուն է, հրաշք, ամեն անգամ աչքաշոյում, ես սիրում եմ ծաղիկները, ծաղիկ շատ եմ սիրում ու սիրում եմ այն բույսը, որը ծաղկում է, ծաղիկ է տալիս, այս ծաղիկը 2 տարի էր չէր ծաղկում, ճիշտն ասած մի պահ որոշել էինք, որ արդեն տանից հանեինք, ազատվեինք իրենից և լսելով մեզ, ես հավատում եմ, որ ծաղիկները լսում եմ, որտև սա մեզ մոտ 2-րդ դեպքն է ու այս տարի որոշեց, որ մեզ ուրախացնի ու ծաղկի այսպես գեղեցիկ։ Այս կողմում էլ արդեն այս ծաղիկը բավականին երկար ժամանակ է, նոր տարվա ծաղիկ են, անունը չեմ հիշում ճիշտն ասած, նոր տարվան են այստեղ դնում, մի փոքր արդեն թորոմել է, բայց դեռ ուրախացնում է, դեռ գեղեցիկ է, դեռ պահում ենք։ Սա մեկ անգամյա ծաղիկ է։ Իսկ սա, չգիտեմ, հրաշք է։ Տանն էլ ուրիշ օրխիդեյաներ ունեմ, դա էլ է արդեն սկսել կոկոններ տալ, զգացվում է, որ ծաղկելու է։ Այս ծաղիկը դեռ չի, շատ սիրուն ծաղիկ է, չինական վարդ են անվանում կարծեմ, դեռ չի, կոկոններ անգամ չի տվել, շատ սիրուն է, շատ երկար սպասում ենք իր բացմանը, մի օրում թորոմում է, բայց շատ սիրուն ծաղիկները ցույց կտամ, երբ որ ծաղիկ լինի արդեն։ Այսօր ճիշտն ասած օրը սկսել եմ ջրով, ես դեռ Հայաստանից առավոտ շուտ վեր էի կենում, 2 բաժակ ջուր էի խմում։ Հիմա ճիշտն ասած դժվարանում եմ 2 բաժակը, քանի որ արդեն մի տեսակ հետ եմ վարժվել, ուզում եմ փորձել սկսել քչից,
Մեկ բաժակից գոնե, դեռ մեկ բաժակն էլ եմ դժվարանում, բայց ոչինչ, մեկ բաժակը մի կերպ խմում եմ։ Հուսով եմ կհասցնեմ օրը 2 առավոտ շուտ, 2 բաժակ ջրին, շատ օգտակար է։ Ես իմ վրա եմ զգացել եւ մաշկը, եւ ընդհանուր առույգ ավելի լավ է զգում, քեզ ավելի առույգ է զգում, ավելի, չգիտեմ, ամեն դեպքում բոլորս է գիտենք, որ ջուրը մեր օրգանիզմին շատ անհրաժեշտ է։ Հիմա ուզում եմ, որ շարունակությունն էլ լավ շարունակվի, առողջ սնունդով իհարկե, եւ որոշել եմ պատրաստեմ կանաչ դետոքս, բոլոր բանջարեղենը եւ մրգերը կանաչ են։ Համենայն դեպս այնպիսի բանջարեղեն եւ մրգեր են, որ բոլորն էլ օգտակար են եւ օգտակար առողջ դետոքս կլինի հաստատ։ Ահա այստեղ արդեն պատրաստել եմ մթերքները, այստեղ սպանախ է, ուրեմն վարունգ, կանաչ խնձորեն, մաքրել եմ արդեն կեղևը, նեխուր եւ կիվի։ Ջուր եմ օգտագործելու մի փոքր եւ չիայի սերմեր եմ ավելացնելու։ Եթե մաղադանոս ունենայի, հաճիկով մաղադանոս եք ավելացնեի, բայց այս պահին ցավոք մաղադանոս չունեմ։ Հիմա այս բոլորը ավելացնում եմ բլենդերի մեջ, հուսով եմ տեղ կանի, բլենդերս մի փոքր է։ Այստեղ սպանախի տերևներն են։ Խնձոր, վարունգ, նեխուր եւ կիվի։ Ավելացնեմ։ Ավելացնում եմ նաև ջուր։ Մոտավորապես երևի 200 միլիգրամ։ Սա 250 միլիգրամ էր, այս տարան մոտավորապես 250 միլիգրամն էլ ավելացրեցի։ Եվ ավելացնում եմ 2 թեյի գթալ կամ 1 ճաշի գթալ չիայի սերմեր։ Ու այս բոլորը լավ հարում եմ։ Ժողովուրդ ջան, այսպիսի արդյունք ստացանք։ Ահա, եւ մեր դետոքսը այսօրվա, հիմա փորձեմ ասեմ ինչպիսին է։ Շատ համով է, իրոք շատ համով է, բնական է, քաղցր չի, ամենակարևորը առողջարարը, այնպիսի մթերքներ են մեջը, որ բոլորը առողջ մթերքներ են, ամենակարևորը առողջարարը ու համնելը շատ լավը։ Ես գնամ վայելեմ, կհանդիպենք սիրելիներս։ Մինչ ես իմ դետոքսն էի վայելում, այստեղ մարդը մեկը ակտիվ հանգստի է։ Ահա, մեր Շոնիկը, մեր Ռոնին, որը շատ մրսկան է, ինքը ունի իր ծածկոցը, իր տեղերը, չափերով փոքր է, բայց տարիքով մեծ է, 10.5 տարեկան համարյա, թե։ Ահա, քնեց, հանգստանում է Ռոնին։ Հա, Ռոնի, քնելա, սարտնեցիր էլի, հա Ռոնի, բայց ես տում աղմուկ ա լսել, ուշադրությունը ձեների կողմն է։ Ռոնի, չես ուզում խոսես։ Պուպուշ, Ռոն, չի ուզում նկարվի Ռոնին այսօր, կներեք։ Ուրեմն մուտքի աղմուկը մեզ էր վերաբերվում, Շեյնից ապրանք էի գնել, դա վերեցին,
Ճիշտն ասած, Zalando-ից էլ էի գնել, դա բացել եմ առանց ձեզ արդեն, որովհետև չափսի պրոբլեմ կարող է լինել, հետ վերադարձի պրոբլեմ, դրա համար բացեցի, տեսնեմ, եթե նորմալ է ամեն ինչ նոր պահեմ, որոշեցի Շեյն էլ միանգամից բերել, մի տեսանյութով կնկարեմ և ձեզ ցույց կտամ։ Հիմա սկսենք երևի Շեյնից։ Ուրեմն Ճիշտն ասած, չգիտեմ ինչի եմ երկու անգամ պատվիրել, բայց իմ իմանալով մի հատ պետք է պատվիրասին է, այսպես մեկ տուփ, բայց երկու հատ եմ, երևի սխալվել, երկու հատ եմ այսպես պատվիրել։ Տեսեք, ինձ այսպիսի գլխարկ կա, չգիտեմ, եսի երևի լողանալով է, բայց ես ուստեղի ուրիշ նպատակով եմ, ճիշտն ասած, սա պատվիրել եմ, որ ափսեն փակելու կամ ինչ-որ մի բան փակելու համար, սառնարանը դնելու համար շատ լավ է, բայց որակը այդքան էլ լավը չի, ճիշտն ասած, շատ բարակ է մի տեսակ, բայց թող մնա, բայց 200 հատը ինչ եմ անելու, չգիտեմ։ Այսպիսի գլխարկ է երևի, գլխարկ է, բայց ուրիշ նկատառումներով եմ ես սա պատվիրել եմ, որ ափսեն փակեմ, դնեմ սառնարանը դնելուց առաջ, շատ հարմար է ի դեպ։ Սա դա եմ պատվիրել։ Այստեղ պատվիրել եմ այսպիսի ձևանան շոկոլադ սարքելու համար, որովհետև ուզում եմ մրգերով շոկոլադ սարքեմ, չգիտեմ, սալորաչերով կամ թար մրգերով, սա եմ պատվիրել, ճիշտ ասած, սայթում բավականին մեծ էր երևում, ես եմ մտածում էի շատ մեծ է, բայց չէ մեծ չի փոքր է, նույնիսկ, այս չափի է, ես մտածում էի բավականին մեծ է, բայց փոքր է, երկուսն էլ նույնն է, երևի ուրիշ էլ կպատվիրեմ, ճիշտ ասած նկարածել մեկը ուրիշ ձևի, այսպես խորանարդների էր բաժանած, մյուսը այս տիպի։ Ես մտածեցի երկու տարբեր ձևի է, դրա համար երկու հատ պատվիրեցի, բայց փաստորեն երկուսն էլ նույնն են։ Բայց ոչինչ, թող մնա, ու խորն էլ չի, չէ, ավելի մեծը, ինձ երևի ավելի հարմար կլինի մեծը ու մի փոքր խորը։ Բայց ոչինչ, թող մնա, պետք է գա երևի։ Այստեղ ինչ եմ պատվիրել։ Այստեղ ուրեմն պատվիրել եմ տորթի ձևավորման համար, դրանք են ոնց որ ես նայեմ, հաստատ ասեմ, այսպիսի ատամիկներ եմ պատվիրել, այսի իմ ուզած շատ լայք է, ասա մի վարկյան, գնորեք սրելիներս, անեմ, որ շատ չճրծրոսնեմ, տեսեք է այսպիսի ֆորմաներ են, չափը որ պատկերացնում է, այդ չափն էլ եկե լավն է, վատը չի, պետք է ուղղակի հանվի, այսպիսի ֆորմաները լավն է, հաստատ կօգտագործեմ, մյուսը այսպիսի բան եմ պատվիրել, ճիշտ ասած սա էլ նկարով բավականին մեծ է երևում, ուրիշ ձև էր, իմ պատկերացրածը չի հաստատ, Դա գիտեք ինչի համար եմ պատվիրել, որ ասենք ինչ-որ մի պաների տախտակ կամ ինչ-որ մի բան սիրուն, որ ձևավորված սեղանի վրա դնում եք, կողքը այսպես տրվի, որպեսզի մատուցելուց վերցնեն, չգիտեմ ինչքանով է սա հարմար, բայց այդ նկարտառումներով եմ պատվիրել, ես այդ միտքը ունեի, ես երկու հատներ, ասեցի տեսնեմ, եթե լավն է, նոր շատ պատվիրեմ, չգիտեմ, հարմար կլինի թե չէ, բայց ամեն դեպքում կօգտագործեմ, կտեսնեմ, սա եմ պատվիրել, ես պատվերս, ինչ եմ պատվիրել, այսա չգիտեմ, ինչ եմ պատվիրել, անգեղց, հիշեցի, գիտեք սա ինչա, որ տորթի ձևամանի կողքերը դնում են տորթը տեսավորելուց, այդ տոպրակ, չգիտեմ ինչպես են անվանում, այդ տոպրակներից է,
Տեսեք, այսպես, որպեսզի ձևամանի կողքը դնենք, տորթը գեղեցիկ հավաքելու համար, որպեսզի կողքերը հարթ լինի ավելի գեղեցիկ, այս մի չափն է ուղղակի, ճիշտ ասած Ամազոնով տեսել էի 3 չափին, երևի դա էլ կպատվիրեմ, Շեյնից այս մի չափն էր միայն եկեմ, երևի ես եմ մի չափը պատվիրել, մի չափը եկել եմ մտածել եմ, թե տարբեր չափերը, բայց չէ, այս մի չափն է, ու Ամազոնում ավելի շատ էր, ռուլոնի վրա ավելի շատ էր, սա քիչ է, համենայն դեպս, սա էլ հաստատ կօգտագործվի, ինչ եմ պատվիրել, և այսպիսի պատյան հեռախոսի համար, սա եմ պատվիրել, ու կարծես թե Շեյնից վերջ, այսքան եմ, հիմա Զալանդոյի պատվերները, այսպիսի դասանուշկա եմ պատվիրել, այսպիսի բասանուշկա եմ պատվիրել, փորձեցի դրա համար էի բացել Զալանդոն նախորդ, որովհետև պետք էր փորձել վերադարձի համար, բավականին մեծ զեղչեր էր եղել, և չգիտեմ, ես հավանեցի, ես թվում է սիրուն է, գրեք տեստեմ հավանեցիք, թե ոչ, դուք էլ, սա մեկ, երկրորդ պատվիրածս իրը, այսպիսի էլի դասանուշկա, այս նշանակում է պատրաստվում եմ ամռանը, բայց ամառը ուշանում է, ես շտապում եմ, ամառ նշանում եմ, այս տիպը շատ հարմար է իդեպ, մի փոքր բարձրությունն է լավ, լիհ տափակը ճիշտ է հարմար է, բայց ողնաշարի համար լավ չի, իսկ այս տիպի բասանուշկաները շատ հարմար են, շատ հարմար բասանուշկա է, սա է լավ եղավ, իսկ երորդը ամուսնուս համար եմ պատվիրել, այսպիսի թափերել, շատ լավն է, լավ էր բոլորինս նորմալ մեր ոտով եղավ, չեմ սիրում, երբ որ վերադարձի խնդիր է լինում, ճիշտ է, վերադարձ նորմալ անում եմ, բայց ամեն դեպքում հաճելի չի է վերադարձի պահը, իսկ սա ինչ պատվիրել էի, ճիշտ չափով պատվիրել էի կարևորը, մենք արդեն համարյա թե ամռան պատրաստ ենք, մնում է ամառը գա։ Սա էլ այսօրվա իմ պատվերները, չգիտեմ դուք հավանեցիք թե չէ, կոմենտներում գրեք տեսնեմ, ես շատ եմ հավանել ու կարևորը ասեմ ձեզ, որ շատ հանգիստ էր, կոշիկը կարևոր է, պետք է հանգիստ լինի։ Սիրելիներս, այստեղ էլ այսպիսի սմբուկ պղպեղ և լոլիկ ունեմ սառեցված, ճիշտն ասած, քանի որ իմ ջեռոցը չգազօջախը էլեկտրական է և հնարավոր չի վրան խորովել, այսպես մի փոքր մեծ քանակությամբ խորովում եմ և զիպտոպրակներով սառցախցիկն եմ դնում, մեզ մոտ սմբուկը ամառ-ձմեռ նույն գինն է լինում, համարյա թե սենթերի տարբերություն է լինում, սենտերի, և ուղղակի սա անում եմ նրա համար, որպեսզի չեմ կարում խորովենք տանը, դրա համար խորովում եմ միանգամից դնում ենք սառցախցիկ, սա վերջին տոպրակներ, հիմա ուզում եմ որպես աղցանի նման սարքեմ, կկտրատեմ, մի փոքր ձեթով կտաքացնեմ, սոխը չեմ ուզում նախորոք սոխառած անեմ, սոխը ուզում եմ հետո գցեմ աղցանի նման, որպեսզի լինի, հետո համ եմ կավելացնեմ ու համեմունքներ, աղ, սև պղպեղ, ես մի փոքր խմելի սունելի էլ եմ ավելացնում, շատ համեղ է ստացվում, խոսքով ինչ որ սիրում է սմբուկը, այդ համեմունքներն էլ ավելացնում եմ։ Հիմա այստեղ այսպես մի փոքր կմանրացնեմ բոլոր մթերքները և մի փոքր ջիթայուղով կտապակեմ, մի փոքր է կարող եմ կարագ ավելացնել, կարագն է շատ համով է լինում, կարագով։ Ահա տապակի մեջ ջիթայուղ եմ ավելացրել և
կտրատված այս սմբուկի, լոլիկի և պղպեղի խառնուրդը ավելացնում եմ տապակի մեջ։ Մինչ մի փոքր կտաքանա, կկտրատեմ մանր սոխը։ Մեկ սոխը երևի շոտ կլինի և կեսը կօգտագործեմ։ Այստեղ ավելացնում եմ նաև կտրատված սոխը։ Ու ավելացնելու եմ համեմունքները, աղը, պղպեղ, խմելի, սունելի ըստ ցանկության և մի փոքր վերջում համեմ եմ կտրատելու։ Ու ստացվում է շատ համեղ ուտեստ։ Սմբուկի հետ էլ կիևյան կոտլետներ ունեմ, դա էլ կտապակեմ, այսօրվա մենյուն պատրաստ կլինի։ Retiri el tiquet, si us plau. Retire tiquet, por favor. Gràcies. Pot passar. Gràcies. Puede pasar. Presenti el tiquet. Ժողովուրդ ջան, հիշեցինք, որ վաղը կիրակի է, մեզ մոտ խանութները փակ են կիրակի օրը։ Մնացինք մի փոքր մանր առևտուր անելու ու այնքան ժողովուրդ կար, շաբաթ երեկոյա մանավանդ, վաղը որ փակ է, լիքը ժողովուրդ կար, շատ էին, չկարողացա անգամ նկարել։ Հետո հիշեցինք, ճիշտ ասած, որ Մեռոնիկը կեր չունի, 2 օր որ փակ է լինելու, կերը քիչ է։ Մերկադոնայում եք այդ նույն կերից, որը ուտում է, չկար։ Հիմա գնում ենք Կարեֆոր, որ Ռոնիկին է կեր առնենք։ Ստեղ էլ է
մոտավորապես կես ժամից փակվելու է խանութը ու բոլորը շտապում են դեպի խանութ։ Տեղ չկա կանգնելու։ Այստեղ արդեն պատրաստվում են զատիկին, իմ ջալոց նույն օրվա մեր զատիկի հետ միասին, սա էլ կինդերից է։ Ցեթերի վրա զանգ են դրել, այնքան է թանկացել։ Ձիթապտղի յուղն է։ Հեսա զանգեր են դրել, այնքան թանկացել է։ Հեսա եկանք մեր ուզած բաժինը Մերոնիկա Ադուլտոչի, սինյորը արդեն, մեծ է, քանի որ 10 տարեկանը անցել է արդեն, ինքը սինյորը։ Señor, señor. Եսա պիսաների համար է։ Սիրելիներս արդեն տուն ենք վերադարձել, երկու խանութներում է լիքը ժողովուրդ, շաբաթ երեկո է, վաղը խանութները փակ է, բոլորը շտապում են խանութ։ Միշտ աշխատում եմ չթողնեմ շաբաթ երեկո, բայց այսօր այսպես ստացվեց, որովհետև համ ապրանքն է քիչ արդեն վերջացած է համարյա լինում, նոր ապրանք չեն բերում, բնականաբար վաղը փակ է եւ ահա որ շատ ժողովուրդ է լինում։ Կարևորը որ դուրս եկանք 9-ին 3 էր պակաս, հաճախորդ կար մտնող, իհարկե սեկուրիտատը զգուշացնում էր, որ փակվում է 3 րոպեից, բայց դա թողեցին, չէին գարաջ թողնել ներս, ուղղակի զգուշացրեցին, որ արագացնի։ Մի խոսքով հիմա ցույց տամ, թե ինչ ենք գնել։ Այստեղ Կարեֆուրից տեսակ միայն սա գնեցինք եւ ամուսնս իր աշխատանքի տեղի համար սուրճ գնեց։ Մեր Ռոնիկի համար կեր ենք գնել, որովհետև վաղը կիրակ էր, իսկ կերը քիչ էր, ինքն է 4 կեր է, հիմնականում 4 կեր է ուտում։ Այստեղ սերուցք է կոչվում, բայց համը մեր թթվասերի շատ մոտ է, սա շատ մոտ է մեր թթվասերին, սա են գնել, ձիթապտղով երշիկ են գնել, այստեղ այսպիսի մեքսիկական տորտիաներն են գրել այս լոշիկները, գնելու կեր, ճիշտ ասած չգիտեմ հիմա համը ինչպիսին է, բայց գնել ենք այսպես, այստեղ ժելե և հապալասիասա և ելակի, դա են գնել, հաց, ավոկադո են գնել, ճիշտ ասած այնքան քիչ էր ապրանքները, արդեն համարյա թե բոլոր ապրանքները վերջացած էր, սա մի կերպ հազիվ կարողացա ջողդել մի փոքր լավը, այստեղ այսպիսի պանիր են գնել, հավարտին շատ նման է, ավելի շատ կրեմոտ ու շատ համոր պանիր է, լավն է այս պանիրը, սա են գնել, ձու են գնել, այստեղ պահածոյացված ոլոր, յոգուրտ, մանգոյի, բավականին լավն է, չգիտեմ, ես հավանում եմ, մեջի հատիկներն էլ, մեջ փոքր հատիկներով, շատ համով եմ, դա են գնել, այստեղ դարչին են գնել, լիմոն, միշտ լինում է փաթեթ դոպրակով, ավելի բարակ կեղև, շատ լավն է, չկար այսօր, վերջացել էր,
ամենայն դեպս սա գնեցինք, այսպիսի հաց են գնել և այսպիսի խմբոր։ Այսքանն էին մեր գնումները, այսօր էլ այսպիսի վլոգ ստացվեց, հուսով եմ ձեզ դուր եկավ, եթե դուր եկավ կարող եք լայքել տեսանյութը կամ գրել կոմենտներում։ Իսկ ես ձեզ հրաժեշտ եմ տալիս սիրելիներս, ինչպես միշտ ասելով, մնացեք բարյավ և խաղաղ։